Այս հաղորդման ընթացքում դիտեք։ Սկսում ենք այնտեղից, որտեղ շատերը սխալվում են, խաղատներից։ Տուն, տեղ, ետ գցած փող, հարգանք, պատիվ տարավ լոմբարդում տուցա։ Բախտը բերեցը իրականում հրաշք է, թե մաթեմատիկա։ Այս մեկն իմ բախտից։ Այս մեկն էլ Զանիի բախտից։ Իսկ վտանգավոր են արդյոք ոչ շահումով խաղերը։ Ֆոտոներ, վիդեոներ են իրար ուղարկում, հետո դա AI-ով ինչ-որ ձևով խմբագրում են, շանտաժի են ենթարկում իրար։ Բայց պատմում ենք նաև հարթակի մասին, որտեղ երիտասարդներն ու դեռահասները կարող են գտնել մասնագիտական օգնություն։ Ինչու եւ ինչպես է առաջանում երիտասարդների մոտ խաղային կախվածություն։ Երեխաները ծնողներին եւ մեծահասակներին առհասարակ չեն համարում որևէ ռեֆերենտ խումբ կամ հեղինակություն վայելողներ առցանց կյանքի հետ կապված հարցերում։ Բայց հիշում եք, չէ՞, որ այս հաղորդումը նաև լուծումների մասին է։ Մենք ցույց ենք տալիս, թե ինչպես կարելի է խաղալ ու զվարճանալ առանց գրպանը դատարկելու։ Տեղափոխվենք ինֆորմիա կոչվող թագավորություն։ Հոկեբան Ֆաինա Սեյրանյանն էլ կբացատրի, թե ինչ գործոններ են երիտասարդներին ու դեռահասներին տանում խաղային կախվածության։ Տագնապային զգացողության հետ պայքարելու, ստրեսը կառավարելու առողջ միջոցներ, օրինակ որևէ սպորտային ակտիվություն մտցնի։ Որն է խաղացողի ամենամեծ սխալը։ Ինչ կապ ունի հավանականության տեսությունը խաղերի հետ։ Պատահաբար ենք գնում ինչ-որ լունկայի մեջ։ Եթե ուզում եք խաղալ, բայց չկորցնել, մնացեք մեզ հետ։ Ողջույն։ Ինչպես հասկանալ, որ դուք կամ ձեր հարազատները, ընկերները կախվածություն ունեն ինչ-որ բանից, դիցուք խաղից։ Պարզվում է, եթե դուք կորցրել եք վերահսկողությունը, դա նշան է, որ արդեն կախվածության մեջ եք։ Մեր երկրում արված փոքրաթիվ հետազոտությունները արձանագրում են, որ երիտասարդ տղաների եւ աղջիկների խաղային կախվածությունը դարձել է լուրջ մտահոգություն։ Ուզում եմ այսօր խոսենք այն մասին, թե ինչու եւ ինչպես է առաջանում կախվածություն եւ ինչպես կարող ենք օգնել մեր տարեկիցներին հաղթահարել դա։ Ինչ են անում մեր պետությունը եւ աջակից միջազգային կառույցները այդ ուղղությամբ։ Անոջան, տրոմբիկ տոտիկը որտեղ են ռավոտ, դիցյուրու գույնան դեր հեռախոսწერին կռթունած, անոջան, ասմեմ էտ ինչ պեն ես, ասմա պատտամեմ, անոջ խաղանում, Քիրա ջան, հա, խաղացողներից, այն այնքան դե պատտեց անոջան, տուն, տեղ, ետ գցած փող, հարգանք, պատիվ տարավ լոմբարդում տուցա։ Այս կամ են երկրում, ինչքան ավելի քիչ երջանիկ, ավելի քիչ ապահովված են ֆինանսապես, այդքան ավելի շատ գրավիչ է թվում միտքը, որ կարելի է հեշտ ձևով լուծել բոլոր խնդիրները, այսինքն խաղի միջոցով գումար շահել։ Դա համար միգուցե երիտասարդության ավելի հետաքրքիր է, որտեղ երիտասարդության ավելի դժվար է ապրել։ Դժվար է աշխատանք գտնել, դժվար է գումար ունենալ, դժվար է ապահովել ինչ-որ ապահովություն։ Շահումով խաղերից կախվածությունը դարձել է լուրջ եւ տարածվող խնդիր։ Արագ շահումների խոստումները իբր հաջողության պատմությունները պատրանք են ստեղծում, որ կյանքը կարող է մի վայրկյանում բարեկեցիկ դառնալ։ Հարկավոր է միայն փորձել։ Եվ հենց այս փորձն է, որ շատ հաճախ փորձանք է դառնում։ Ոլորտի մասնագետ Հայկն ասում է, որ շահումով խաղերի դեպքում խաղացողի որևէ հմտություն դեր չի խաղում։ Ամեն ինչ այստեղ մաթեմատիկական հաշվարկ է։ Մաթեմատիկորեն, այսպես ասած, սիվականչուր տեսակ խաղերը իհարկե նենց են նախատեսված, որ երկար ժամկետի մեջ օպերատորը ինչ-որ շահույթ ունի։ Էդի շատ ավելի փոքր շահութական թե շատերը պատկերացնում են, ինքը սովորաբար 3%-ա, 3-4%-ա ընդհանուր խաղացված գումարներից, իրականում շատ նման է ավելի բանկային սֆերային, այսինքն ինչ է կատարվում, օպերատորը հավաքում է բոլոր խաղացողներից փողերը ու վերաբաժանվում է, այսինքն եթե դու շատ ես կրում, այդ համարյան հաստատ նշանակում է ինչ-որ մեկը շատ կրում է, բայց երկար ժամանակի մեջ բոլորը կկրվեն այն քանակի, որ 3%-ը կմնա օպերատորին որպես եկամուտ այդ խաղերը կազմակերպելու համար։ Այս մեկն իմ բախտից։ Այս մեկն էլ Զանիի բախտից։ Այս մեկն էլ Գալոյի բախտից։ Ափսոս։ Փոքր հաղթանակները պարզապես խայծ են, որ մնաս խաղի մեջ, որի վերջում բախտն անպայման գնում է տուն, իսկ դու մնում ես առանց փողի։ Խաղային օպերատորները սիրում են խաղի վրա հույս դնողներին, բայց գրեթե միշտ թողնում են նրանց դատարկաձեռն։ Ամեն դատարկարդից հետո հարկավոր է ոչ թե հաջորդը գցել, այլ կանգ առնել։ Խաղային կախվածությունը ոչ միայն ֆինանսների, այլ նաև ժամանակի, ուշադրության, աշխատանքի, ուսման եւ մարդկային հարաբերությունների կորուստ է։ Իսկ թվային միջավայրում անվտանգ են արդյոք ոչ շահումով խաղերը։ Ալեքսանդր Մարտիրոսյանն ասում է ոչ, թվային խաղերը մեծ ռիսկեր ունեն երիտասարդների, հատկապես երեխաների ու դեռահասների համար։
խաղերի միջոցով շատ հաճախ այնտեղ լայվ չաթեր են լինում, որ կիբերբուլինգի են ենթարկում, այդ լայվ չաթերով մեկը մյուսին ծաղրում են, փորձում են ինչ-որ ձևով վիրավորել, թե անդադ մրցակցության մեջ են գտնվում, եւ որ խաղն էլ on-line է ու շատ հաճախ նաեւ իրար չեն ճանաչում, ավելի կոշտ ու կոպիտ են վարվում միմյանց հետ հաղորդակցության մակարդակում։ Խաղով սկսվում է օրինակ Telegram-ով, WhatsApp-ով ավարտվում է, ֆոտոներ, վիդեոներ են իրար ուղարկում, հետո դա AI-ով ինչ-որ ձևով խմբագրում են, շանտաժի են ենթարկում իրար։ Ալեքսանդրը պատմում է թվային անվտանգության Chat CyberHub.am հարթակի մասին։ Այն CyberHub-ի եւ UNICEF-ի համատեղ նախաձեռնությունն է, դեռահասների, երիտասարդների, նրանց ծնողների եւ ուսուցիչների համար է։ Քայլ առ քայլ հուշում է, թե առցանց խնդիրների դեպքում ինչ կարելի է անել։ Խորհուրդներ տեխնիկական, իրավական ու հոգեբանական ուղղություններով եւ նաեւ կարճ վիդեո տարբերակները կամ դրանց կախված նախընտրություններից փորձել ենք հնարավորինս հարմարավետ պլատֆորմա ադապտացնել կարիքներին։ Հարթակն աշխատում է 24/7 ռեժիմով, մեկ ամսում 840 մարդ դիմել է օգնության։ Նրանց կեսը երեխաներ են, կեսը ծնողներ։ Ավելի շատ աղջիկ երեխաների խնդրով են դիմումներ եղել։ Եթե տղաները առավել հաճախ առցանց ռիսկերի հետ բախվում են հենց խաղային կոնտեքստում, տարբեր առցանց խաղերի չաթերում, տարբեր առցանց խաղերի միջոցով ձեռք բերված կոնտակտների կողմից կամ միջոցով, աղջիկների դեպքում ավելի շատ այդ ռիսկերը սեռական շահագործման, չարաշահման, անձնական տվյալների կորստի եւ այլնի հետ են կապված։ Վիկտորիա Օհանյանն ասում է, որ երեխաներն ու դեռահասները փնտրում են վստահելի հարթակ կամ մեխանիզմ, որից կարող են օգնություն ակնկալել։ Երեխաները ծնողներին եւ մեծահասակներին առհասարակ չեն համարում որևէ ռեֆերենտ խումբ կամ հեղինակություն վայելողներ առցանց կյանքի հետ կապված հարցերում։ Եթե իրենք բախվում են որևէ խնդրի, իրենք այդ խնդրի լուծումը փնտրում են կամ իրենց հասակակիցների մոտ, դեռահասներին դիմելով այլ դեռահասների, կամ հենց համացանցում։ Եվ ինչ է սա նշանակում մեծ ծրագրերի տեսանկյունից։ Նշանակում է, որ երեխան մնում է մենակ առցանց խաղի հետ, իր հոգեկան ապրումների հետ։ Մասնագիտական օգնություն առաջարկող այս հարթակի գոյությունը երեխաների առցանց պաշտպանությանն ուղղված 3 կարևոր քայլերից մեկն է։ UNICEF-ի եւ ԲՏԱ նախարարության մշակած ճանապարհային քարտեզով կստեղծվեն դեռահասների հոգեկան ու ֆիզիկական առողջության վերականգնման համար անհրաժեշտ ծառայությունները։ Կարևոր մի ուղղություն էլ ունեն՝ ծնողավարությունը թվային դարում։ Օգնելու են, որ ծնողները կարողանան վստահելի հարաբերություններ կառուցել իրենց երեխաների հետ։ Իսկ ինչպես կարելի է լավ ժամանակ անցկացնել եւ զվարճանալ առանց գրպանը դատարկելու։ Միաժամանակ լինել ավելի պաշտպանված ու խելացի։ Կարճ ասած, շահել գիտելիք, բարձրացնել ինքնագնահատականը եւ ինքնավստահությունը, խնայել քո եւ մտերիմներիդ առողջությունը։ Եթե հիմա հետևեք Սուրենին, կզգաք ձեզ Շերլոքի դերում։ Ողջույն։ Համակարգչային խաղերը երիտասարդների առօրյայի մի մասն են։ Ես առաջարկում եմ խաղալ գոնե այնպիսի խաղեր, որոնք ավելացնեն գիտելիք, կօգնեն ստուգել ու վերլուծել տեղեկությունները, զարգացնել կեղծ լուրերը, տարբերելու հմտությունները։ Եկեք ձեզ ցույց տամ մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ստեղծած Լիտերատուսի արկածները խաղը։ Տեղափոխվենք Ինֆորմիա կոչվող թագավորություն։ Մուտք գործենք media.am կայք, որտեղ տեղադրված է խաղը։ Ցախմենք սկսել կոճակը։ Ընտրենք խաղի լեզուն։ Այս կոճակը ծանոթացնում է կանոններին։ Ահա պատմությունը։ Ինֆորմիա կոչվող փոքրիկ թագավորությունում տեղեկությունները հավաստի էին, մարդիկ վստահում էին իրար։ Այստեղ իշխում էր ճշմարտության եւ ազնվության իշխանուհին, Վերիտասը։ Մի օր սակայն մարդիկ հայտնվում են կասկածի անորոշության մեջ, քանի որ Վերիտասն անհետացել էր։ Լուրեր էին պտտվում, որ հարևան երկրի իշխան Մանիպուլուսն է նրան առևանգել, բայց լուրեր էլ կային, որ իշխանուհին իր կամքով է հեռացել։ Եվ ահա Վերիտասի սիրելի իշխան Լիտերատուսը փորձում է գտնել նրան, այդ ճանապարհին բացահայտելով Մանիպուլուսի կեղծ լուրերն ու մանիպուլյացիաները։ Խաղի ամեն փուլում պետք է կարդալ պատմությունը, օգտվելով ներքևում նշված առարկաներից, հուշումներից եւ հարցերից բացահայտել կեղծիքը։ Եկեք միասին անցնենք առաջին փուլը։ Սիրելի Վերիտասի անհետանալուց հետո Լիտերատուսը սկսում է տեղեկություններ փնտրել նրա մասին եւ Facebook-ում տեսնում է Մանիպուլուսի գրառումը։ Ես ու Վերիտասը Սարալանջի դղյակում ենք, վայելում ենք հոյակապ եղանակը։
Լիտերատուսի հետ հերթով ստուգենք մանիպուլուսի պնդումները։ Սկզբում օգտագործում ենք մեզ առաջարկված բոլոր առարկաները՝ համակարգիչը, տպիչը, տեսարանը, եղանակը, գիրքը եւ քարտեզը։ Պարզում ենք օրինակ, որ լուսանկարը սարալանջիչ չէ, եղանակն այնտեղ արևոտ չէ եւ այլն։ Հետո պատասխանում ենք հարցերին։ Համեմատելով մեր ստացած տեղեկությունները, հայտնաբերում ենք, որ մանիպուլուսը ստում է։ Խաղի տարբեր փուլերում հայտնվող կեղծ ու մոլորեցնող տեղեկությունները ստուգելով, ի վերջո հասնում ենք ճշմարտությանը։ Խաղը բացահայտում է, թե որքան մեծագրագետ սպառող եք դուք եւ ինչպես եք կողմնորոշվում կեղծ տեղեկությունների հոսքում։ Ի դեպ, կարող եք փորձել մեր մյուս մեծագրագիտության խաղերը՝ ցանցարը եւ մեդիամարտը։ Ստույգ զրույցի իմ հյուրը հոկեբան Ֆայնա Սերյանյանն է։ Ողջույն Ֆայնա։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Խաղային ընկերությունները ամենատարբեր մոտեցումներն են ցուցաբերում, որպեսզի մարդկանց վրա կարողանան ճիշտ թիրախավորում ունենալ։ Գովազդային ու ամենատարբեր ինչ հնարքներ են կիրառում, որ արդյունքում հոկեբանորեն ազդում են մարդկանց երիտասարդներին։ Երևի թե սկզբնական շրջանում հաղթանակներ ունենալու հնարավորություն են տալիս, որպեսզի մարդիկ կարողանան հավատալ, որ այդտեղ հնարավոր է հաղթել, հատկապես այն խաղային ոլորտներում, որտեղ մարդիկ գումարներ են ներդնում, ստավկաներ են անում, այդտեղ ոնց որ հնարավորություն կա ինչ-որ աստիճանում, ինչ-որ հերթականությամբ միշտ հաղթող դուրս գալ, որի արդյունքում մարդկանց մոտ ամրապնդվում է զգացողություն, որ իրանք հասկանում են ոնց է այդ կառուցված եւ իրանք կարողանան հաղթեն մեխանիզմը։ Այստեղ ոնց որ հիմնական կետերից մեկը դա է եւ նաեւ խրախուսման բոնուսային համակարգեր, որ իրանք եթե ինչ-որ պահի դադարում են խաղալ, հիշեցումներ են գալիս, որ ոնց որ այո, կանչում են ձեզ տվել են այսքան բոնուս, ոնց որ այսքան օր մնալու այդ բոնուսը, որ արագ մտնեն մի հատ խաղան բոնուսը չկորցնեն, այդ մեխանիզմներով փորձում են իրանց հետ կապի դուրս եկած երիտասարդներին արդեն պահեն ներսում։ Ինչ նախազգուշացնող նշաններ կան, որ տվյալ երիտասարդի տվյալ մարդու մոտ արդեն խաղամոլության վտանգ կա։ Կախվածությունների ոնց որ շարքում խաղամոլությունը ամենաբարդ կախվածություններից մեկն է համարվում, որովհետև իր քողարկված ժամանակահատվածը, լատենտ ժամանակահատվածը ավելի երկարատև է, մարդիկ կարող են ընկնել այդ խաղային կախվածության մեջ եւ դա չի երևա, նույնիսկ իրանց համար չի երևա եւ նաեւ չի երևա շրջապատի համար, քանի դեռ իրանք կարողանում են դա քողարկել, իսկ իրանք կարողանում են դա քողարկել բավականին երկար ժամանակ եւ դա ամենավտանգավոր պահն է։ Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ դրանից դուրս գալը եւս նույնատիպ երկարատև ժամանակահատված է պահանջում եւ դիսցիպլինար մոտեցում։ Անձը մենակով արդեն կախվածության մեջ գտնվելուց չի կարող այդտեղից դուրս գալ, իրան պետք է աջակցող միջավայր, որը դա իր ընտանիքն է եւ իր հարազատները, իսկ իրանք դրա մասին հաճախ չեն իմանում, որպեսզի իրան աջակցեն եւ նաեւ մասնագիտական օգնությունը։ Ինչն է նպաստում։ Նպաստում է ստրեսի եւ տագնապի նկատմամբ անհանդուրժողականությունը, տոլերանտության նվազ վիճակը, երբ որ սկսում են խաղալ ուղղակի լարվածությունից ազատվելու համար, ստացվում է, որ իրանք ուզում են խաղալ լարվածությունից ազատվելու համար եւ դա դառնում է փակ շղթա, հետո խաղալը դառնում է լարվածության աղբյուր եւ տագնապի աղբյուր, որովհետեւ իրանք ընկնում են այդ կախվածության մեջ։ Ստրեսի, լարվածությունների, անորոշության հանդեպ ցածր տոլերանտությունը բերում է խաղի հանդեպ հետաքրքրվածություն, ժամանակի այդ այսպես ասած պարապության զգացողությունը հատկապես դեռահասության տարիքում սպառելու, որտեղ չգիտեն ինչով իրանց զբաղացնեն, չունեն հոբիներ, չունեն նախասիրություններ, խաղը դառնում է այդ ամբողջը ծածկող մի հատ միջավայր։ Երբ որ երիտասարդ մարդը գտնվում է խաղային կախվածության մեջ, ինքն անձամբ էլ կարող է դա ֆիքսել ու որպես այդպեսին կարողանալ գնահատել արդյոք իր մոտ արդեն ձևավորվում է կախվածություն թե ոչ, նաև շրջապատը կարող ավելի զգայուն լինի, դրա նախանշաններն են մեկուսացումը, այսինքն կենթանի շփումից խուսափումը, երբ որ մարդը ունի մի ավել 2-3 ժամ ինքը ուզում է գնալ եւ խաղալ, ոչ թե ծախսել շփումների վրա, Մյուս կարևոր վիճակն է ժամանակի զգացողության կորուստը, այսինքն 1 ժամ մտնելը, օրինակ, չգիտեմ, հեռախոսի կայքը որևէ մի բան խաղալ, դա վերածվում է մի 4-5 ժամի խաղի, ուշադրության կորուստը, կոնցենտրացիայի դժվարությունը եւ ագրեսիվության, գրգռվածության աստիճանի բարձր վիճակը, որ ինչ որ մեկը, որ իրան փորձում է ներգրավել որևէ սոցիալական ակտիվության մեջ, ասենք, չգիտեմ, ծնողները ուզում են տանել հյուր իրանց հետ որևէ բարեկամի տուն, դրա հանդեպ ագրեսիվ արձագանքներ են լինում եւ արդյունքում կարաքնի խանգարում տեղի ունենա, մարդը սկսում է գիշերները չքնել, որտեղ հիմնականում գիշերներն են խաղում, երբ որ բոլորը քնած են եւ առօրյայի մեջ ոնց որ ամբողջ իր սոցիալական ակտիվությունը աստիճանաբար նվազում է։
ինչ պետք է անի ընտանիքը, միջավայրը, շրջապատը, երբ որ այդ մեկուսացումը զգում է, ու հետաքրքիր է նաև իր գործունեությամբ ու անգործությամբ ինչպես է ընտանիքը կամ շրջապատը մղում մարդուն դեպի այդ խաղային իրականություն։ Դժվար է ասել մղել, բայց կարող եմ ասել, որ փրկարար օղակ կարա հանդիսանա, որտեղ հաճախ չտեսնելու տալու իրանց առօրյա զբաղվածության արդյունքում ժամանակավրեպ են դառնում այդ փրկարար օղակը, արդեն ոնց որ սահմանը հատած պարագայում են դառնում փրկարար օղակը եւ այդ պարագայում ամբողջ ընտանիքն է կախվածության ցանկացած կախվածության դրսևորման պարագայում այդ հարցը չի միայն մի անձի հարց չի, դա դառնում է ընտանիքի հարց, ծննդային վարքի պարագայում, թմրանյութերի պարագայում, խաղային կախվածությունների պարագայում անձը միայնակ չի կարող այդ իրավիճակից դուրս գալ եւ ընտանիքը իր շրջապատը սոցիալական միջավայրը ամենամեծ ոնց որ ուժն ունի այդտեղ ինչ կարա անի ընտանիքը եթե երեխա է այսինքն դեռահաս է 15 16 17 դեռ ծնողից կախվածության մեջ ծնողը պետք է պատասխանատվություն վերցնի սահմանափակումների մասով եկեք հստակեցնենք այդ սահմանափակումները որոնք են առօրյայի շրջապատից Օրինակ, եթե նկատում են, որ մեկուսացման ժամանակ երեխան հիմնականում դեռահաս երիտասարդը հիմնականում հեռախոսով իր սենյակում է, մինիմալը բաները ժամային սահմանափակումներն են, որ պետքա կարողանա անի եւ հետեւի։ Եթե արդեն կախվածության մեջ է դա պետք չի անել sense կտրուկ կտրելով, աստիճանաբար կարելի է սկզբից ժամային սահմանափակում, հետո այդպես հեռախոսը անջատում ենք, ննջասենյակ չի մտնում հեռախոսը, որպեսզի գիշերը խաղալու այդ ակտիվությունից ազատեն, որտեղ հիմնականում գիշերն են խաղում, որտեղ ցերեկը ունեն X, Y զբաղվածություն, իրանք դրա մեջ ներգրաված չեն։ Եթե մեծահասակ է, ապա անկեղծ խոսակցության միջավայրի ստեղծում, որտեղ անձը կարողանա խոստովանել, որ ինքը այդ անում է։ Այդ դա շատ կարևոր է կարծում եմ։ Գիտեք ինչի, որովհետև երբեմն լինում է, երբ որ դու նկատում ես, որ մարդը խնդիր ունի, բայց քանի որ երևույթը, այսպես ասած, գլուխ գովալու չի, ու ինքը զգում է, որ դա վատ բան է, ինքը պատրաստ չէ։ Դրա պատճառով նաև առանձնանում է մեկուսանում։ Հարազատը, ընկերը, ծնողը ինչպես կարող է այն պարարտ հողը միջավայրը ստեղծել, որը թույլ կտա մարդուն բացվել, կիսվել, խնդրով ու ինչու ոչ միասին ճահճից դուրս գալ։ Առաջինը գիտակցի, որ դա իր ընտանիքի երիտասարդի կամքի թուլությունը չի, անխելքության նշանը չի, որովհետև երբեմն այդ քննադատական վերաբերմունքից են խուսափում, դե կասեն քո խելքի տղան ոնց կարար սենց բան աներ, դա դրա ցուցանիշը չի։ Երբեմն դա սեփական ուժերի գերագնահատման արդյունքն է, որ ինձ հետ դա չի պատահի, ես դա կկարողանամ կառավարել, բայց դա հիվանդություն է։ 22 թվականից դա մտցվել է համաշխարհային ոնց որ առողջապահության կոնցեպտի մեջ որպես կախվածության խանգարում։ Ու ընտանիքը եթե ստեղծի այն միջավայրը, որտեղ երիտասարդ մարդը կզգա, որ իրան չեն քննադատի, կփորձեն աջակցել, ավելի հեշտ խոստովանի։ Շատ լավ։ Սա նույնպես կարծում եմ բանալի կետերից է, որին պիտի ուշադիր լինենք։ Փորձենք նաև թվերից, վիճակագրություններից խոսել Հայաստանում ու աշխարհում։ Վիճակագրական ինչ տվյալներ ունենք, հատկապես վերջին տարիներին, գուցե COVID-ով պայմանավորված, երբ որ մարդիկ փակվեցին ավելի շատ տներում, սենյակներում, հեռախոսների մեջ, ինչու ոչ, ինչքանով է աճել երիտասարդների ներգրավվածությունը ամենատարբեր նմանատիպ խաղերում։ Այն փուլից, երբ որ խաղերը կազինոներից, այսպես ասած, տեղափոխվեցին on-line հարթակ, իրանց կառավարման մեխանիզմը ավելի թուլացավ։ Ազատությունը տեղ մտնելու, չերևալու եւ չիդենտիֆիկացվելու, որ այդ ինքն է, մեծացել է, որի արդյունքում մի հատ փորձեմ տեսնեմ, գուցե սա աշխատում է, գուցե արագ գումար վաստակելու, հատկապես երիտասարդության տարիքում արագ հարստանալու միջոց անցալվում, մի քիչ էլ կրթական երևի ինֆորմատիվ մասն է կարևոր, ոնց են կառուցվում այդ process-ները, որ այդտեղ ոչ մեկ չի հարստանում, այդ չի ստեղծվել նրա համար, որ հանրությունը հարստանա, այս կարևոր միֆը պետքա ոնց որ իսկապես քանդվի։ Եվ ինքը ոնց որ պետք է նախաձեռնի անորոշության ու տագնապային զգացողության հետ պայքարելու, ստրեսը կառավարելու առողջ միջոցներ, օրինակ որևէ սպորտային ակտիվություն մտցնի, երբ որ ինքը անհանգիստ է, տագնապում է եւ ուզում է ինչ-որ մի բանով լցնի այդ բանը, ինքը կարա որևէ սպորտային ակտիվության մեջ լինել, որևէ մարդու կոնտակտ ունենա, ում այդ
կոպիտ ասած սրիվների ժամանակ կարա զանգի ու այդ մարդը կլինի իր կողքին, ով իրան չի թողի, որ ինքը նորից հետ գնա իր նախկին սովորություններին։ Կախվածությունների դեմ պայքարող մարդը պետք է հաշվի առնի, որ ինքը ունի արդեն դրա հակումը, ինքը արդեն այդտեղ եղել է եւ ապահովի իր միջավայրը գայթակղությունների մինիմալիզացմամբ։ Այնպես չի լինելու, որ ինքը ազատվեց, հետո նորից մի երկու անգամ խաղա ու արդեն ինքը կառավարելու է։ Շատ շնորհակալ եմ Ֆայնա հետաքրքիր զրույցի համար։ Ինչն է դրդում մարդկանց խաղադրույքներ անել։ Մարդիկ կարծում են, որ դա արագ հարստանալու լավագույն միջոցն է, բայց իրականում մեր սխալ որոշումների եւ վարքի վրա ազդում են խաղերի մասին տարածված միֆերը եւ քննադատական մտածողության պակասը։ Սոնան հետաքրքիր միֆեր է բացահայտել։ 97, էլի գիր ընկավ, էլի գիր, 99, հուսով եմ մետաղադրամը կհոգնի անընդհատ նույն կողմի վրա ընկնելուց, խնդրում եմ գուշ տուր ինձ, ես արդեն հոգնեցի, բայց մետաղադրամը ոնց որ թե չի հոգնել, ինձ նման եւս 320 խաղացող, որոնց վարքը ուսումնասիրվել էր, վստահ էին, որ մի շարք անհաջող փորձերից հետո իրենց բախտը կբերի։ Դա ահագին տարածված միֆ է, կոչվում է խաղացողի սխալ, հենց ինքը անուն ունի։ Հավանականությունների տեսության մեջ իրարից անկախ իրադարձությունները, որոնք միմյանցից կախված չեն, որտեղ հավանականության տեսության մեջ կան երկու ձև իրադարձություններ, կան միմյանցից կախված իրադարձություններ, որ այս իրադարձության արդյունքը ազդում է հաջորդ իրադարձության արդյունքի վրա ու կան միմյանցից անկախ իրադարձություններ, որ ամեն իրադարձություն ինքը անկախ է, չի ազդում մյուսի վրա։ Հիմա կոնկրետ այս դեպքում մենք խոսում ենք միմյանցից անկախ իրադարձությունների մասին։ Նույն մետաղադրամ նետելը կամ նույն զառը նետելը կամ նույն այդ կազինոյում բանով փորձելը, դրանք անկախ իրադարձություններ են, հետեւաբար յուրաքանչյուր անգամ հավանականությունը միշտ նույնն է, ինքը չի փոխվում։ 17642 17643 Կա մի շատ տարածված կարծիք, որ խաղային սարքերը հիշում են նախորդ խաղի արդյունքները ու ճիշտ հաշվարկելու դեպքում կարող է շահել։ Ռուլետկան ինչ-որ բան չի հիշում, ինքը ուղղակի էլի նույն պատահականության վրա հիմնված մեխանիկական գործիք է, որի վրա պտտվում է ու պատահաբար ընկնում է ինչ-որ լունկայի մեջ։ Վայ, 11-11-ը։ Այսօր էլ ոնց որ թե ամսի 11-ն է։ Գնամ խաղադրույք անեմ 11 թվի վրա, հաստատ կշահեմ։ Դա միֆ է, որովհետև ժամը, օրը, խաղացողի տրամադրությունը, եղանակային պայմանները, չգիտեմ, դրսի ջերմաստիճանը, բացարձակ ոչ մի կապ չունեն այդ սարքի հետ։ Սարքը ինքը էլ եմ ասում, պատահական թվերի գեներատոր է։ Տարածված կարծիք, ճիշտ հաշվարկելու դեպքում կարող ես գտնել օրինաչափություններն ու հաղթել։ Միակ օրինաչափությունը ստեղ այն է, որ մարդը հոգեբանորեն, զուտ հոգեբանորեն ինքը ինտուիտիվ մտածում է, որ եթե ես այսքան անգամ փորձել եմ, ուրեմն արդարություն պետքա լինի ու ես գոնե մի անգամ պետքա շահեմ կամ եթե ես այսքան գումար դրել եմ, ուրեմն այդ գումարը պետքա հետ բերեմ, ոնց թե աշխարհում պետքա արդարություն լինի, բայց այդպես չի։ Ընդհանրապես մարդիկ սիրում են ինչ-որ օրինաչափություններ գտնել, որտեղ դա մեր էվոլյուցիոն առավելությունն է, մենք այն օրգանիզմներն ենք, որոնք օրինաչափությունների իման վրա են զարգացել։ Դա համար անգամ պատահական իրադարձությունը փորձում ենք օրինաչափություններ գտնել, բայց այս դեպքում օրինաչափություն չկա։ Պատահականությունները երբեմն զվարճալի են, բայց դրանց հետ կյանքը կապելը շատ ռիսկային է։ Ավելի լավ է հույսերս դնենք այն բաների վրա, որոնք մեզնից են կախված, ոչ թե բախտից։ Հիշում եք, չէ՞, հոգեբանն ասում էր, որ եթե դու կորցրել ես վերահսկողությունը, ապա արդեն կախվածության մեջ ես։ Մի դարձեք խաղադրույք ուրիշների ձեռքին։ Ձեր լավագույն հաղթանակները առջևում են, ու դրանք իրական կյանքում են, ոչ էկրաններին։ Եթերում ստուգված է հաղորդաշարներ։ Կհանդիպենք։ Շատ դժվար չէ, բայց ասում են անհարմար է ու
քանի այդպես է կլինի սուտ լուրը մեր